Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նրան տապանի կլոր սեղան հաղորդաշարն է և ծանոթացնեմ իմ հյուրերին այսօր մեր հրավերը ընդունել է Աշոտ Սաֆարյանը, արդյունաբերության նախկին նախարար Հայաստանի Հանրապետության և ֆիզիկոս Աշոտ Գևորգյանը, որին դուք հաճախ եք տեսնում մեր եթերներում։ Այսպիսի մի նախաբանով սկսեմ սիրելի բարեկամներ, հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ հիմա համայն դեպս ավելի հակված են լսել հաղորդումներ անվտանգության, սահմանների, ընտրությունների հետ կապված, իսկ տնտեսության հետ կապված հաղորդումները մոտավորապես 15% հեռուստադիտողներն են նախընտրում դիտել։ Սա ինչ-որտեղ պարադոքս է, որովհետև անվտանգությունը դա նշանակում է ունենալ հզոր բանակ ունենալը և նշանակում է ունենալ հզոր տնտեսություն և եթե չկան բոլոր այդ կոմպոնենտները, անվտանգության մասին խոսելը ինձ թվում է ավելորդ է։ Իհարկե կան աշխարհում երկրներ, որոնք որ առանձնապես բանակ չունեն, առանձնապես անվտանգային հարցերով չեն ենթարկվում, այդպիսի երկրները քիչ են, ես կարող եմ հիշել Լյուքսեմբուրգը, Մոնակոն, այդ գաճաճ պետությունները, որոնք որ ըստ էության թշնամիներ էլ չունեն։ Բայց մեր իրավիճակում իրադրությունը բոլորովին այլ է։ Մենք ունենք ուրեմն այս ռեգիոնում ունենք այնպիսի հարևաններ, որոնց մարտավարական ծրագրերի մեջ մտնում է Հայաստանի ոչնչացումը, եթե ոչ ուղղակի ռազմական ճանապարհով, ապա աստիճանաբար ավելի մեղմ, ավելի դանդաղ, բայց գլխավոր այդ բարձունքները նվաճելու Հայաստան ուրեմն տարբեր քանակությամբ մարդկանց ներմուծելու, հայկականությունը փոխելու և վերջ-վերջո Հայաստանը ըստ էության դարձնելու այլ երկիր, թեկուզ պահպանելով Հայաստան վերնագիրը, չնայած ես դրան եմ կասկածում։ Ցավոք սրտի, այս պահի մեր իշխանությունները այլ կերպով են մոտենում այդ հարցին, նրանց թվում է, որ եթե մենք փորձենք խաղաղ լինել մեր հարևանների հետ, ուրեմն չունենալ նրանց նկատմամբ որևէ իրավունքի դրսևորում, չհիշենք մեր նկատմամբ իրենց կատարած անիրավ գործողությունները, չփորձենք վերականգնել արդարությունը, ապա խաղաղություն կտիրի, այո, ռազմական խաղաղություն, ռազմական իմաստով խաղաղություն կարող է լինել, բայց չմոռանանք, որ այդ երկրները այնուամենայնիվ ունեն Հայաստանը կուլ տալու հստակ և անթակույց ծրագրեր, որոնց մասին իրենք ազատ խոսում են իրենց մամուլով, հեռուստատեսությամբ և խոսում են ոչ թե ինչ-որ առանձին լրագրողներ կամ մարգինալ քաղաքական գործիչներ, այլ հենց երկրի ղեկավարների մակարդակում։ Եվ այստեղ այս իրավիճակում կրկին բարձրանում է Հայաստանի հզոր տնտեսություն և հզոր բանակ ունենալու հարցը։ Եվ այսօր մենք պիտի քննարկենք այն հարցը, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանը այլ ղեկավարման պարագայում, երբ որ Հայաստանի ղեկավարները ունենան Հայաստանը ղեկավարելու այլ կոնցեպտ, այսինքն արդյունաբերության, ռազմական հզորության, բոլոր ոլորտները հավասարաչափ զարգացնելու, երկիրը էլի տարածաշրջանները և մայրաքաղաքը հավասարաչափ զարգացնելու ծրագրի պարագայում, ինչպիսի հզորություն կարող է ունենալ Հայաստանը, և արդյոք մենք ունենք այդ հնարավորությունը ինչ-որ կարճ ժամանակում հասնել այդպիսի արդյունքների,
թե մեր խոսակցությունը երազանքի պարագայից է։ Խոսքը ուզում եմ փոխանցել պարոն Սաֆարյան ձեզ, դուք եղել եք Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարար, դուք միակ արդյունաբերության նախարարն եք, ինձ թվում է, որովհետև դրանից հետո արդյունաբերության նախարարությունը վերացրել են եւ դա կախված է եղել նրանից, որ Հայաստանի ղեկավարությունը դեռ այն ժամանակ 90-ական թվականների որոշել է, որ Հայաստանին արդյունաբերություն պետք չէ։ Եթե ես իրավացի չեմ, խնդրեմ ասեք ճշմարտություն։ Շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար եւ ուզում եմ ողջունեմ մեր դիտորդներին։ Սկսենք նրանից, որ կյանքի ճակատագրովն են սպասվեց, որ ես նախարար եմ եղել 91-ից 97 թիվը եւ այդ ամենասկզբից մենք մտածել ենք մեր երկրի արդյունաբերության զարգացման նաեւ անվտանգության տեսակետից, որը արդյունաբերության երևի ամենակարևոր խնդիրներից մեկն է, բացի նրանից, որ ես եղել եմ նախարար, նաեւ 94-95 թվականին ստեղծվեց մի հատ հանձնաժողով ռազմական դոկտրինայի մշակման Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինայի մշակման հանձնաժողով, որի անդամ նաեւ ես եմ եղել եւ այդ ընթացքում այդ աշխատանքում մենք բավականին խոր ուսումնասիրել ենք, թե մեզ ինչ մարտահրավերներ են սպասում։ Պետք է ասեմ, որ եթե մենք խոսում ենք արդյունաբերության զարգացման ուղղությամբ անվտանգության տեսակետից, մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ։ Սկսեմ նրանից, որ այսօր եթե այսպես ասենք այն արդյունաբերությունը, որի մասին մենք խոսում ենք, ընդհանուր արդյունաբերության 1-2%-ն է կազմում, որը շատ ծիծաղելի թիվ է, եւ ընդհանրապես մենք ոչ թե չունենք տեսլականներ, ասեմ ձեզ, մենք չունենք արդյունաբերության զարգացման կոնցեպցիա, մենք չունենք մոտեցումներ, թե ինչ ուղղությամբ պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը։ Սկսեմ նրանից, որ ես բավականին ժամանակ աշխատել եմ արտասահմանում, սովորել եմ արտասահմանում, ունեմ մեծ կապեր, բոլորը ինձ ճանաչում են, ընդունում են եւ ցավով պետք է ասեմ, որ եթե խոսքը գնում է արդյունաբերության եւ տեխնոլոգիաների մասին, մեր վրա նայում են որպես ներողություն արտահայտության համար բոմժ երկիր տեխնոլոգիական տեսակետից, որովհետև պրակտիկորեն այսօր, եթե այսպես ասենք, օրինակի համար, ունենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 7 տարի։ Ում էլ հարցնեք, ասեք, 7 տարվա մեջ մի հատ տեխնոլոգիա ներդրվել է, երևի կարող է ներդրվել է չենք տարբեր ձևով եք հասկանում այդ տեխնոլոգիան։ Չէ, ճիշտ ձևով ենք հասկանում այդ տեխնոլոգիան։ Մեկնաբանենք էլի այս խնդիրը։ Հա, բացի դրանից ասեմ ձեզ, քանի որ ես ճիշտ ասած այնպես ստացվեց, որ երկար իմ տարբեր աշխատանքների փորձությունից ելնելով 19 թվականից ես Հայաստանում եմ եւ առաջին խնդիրը հավաքել իմ բոլոր գործընկերներին, տեսնել թե ինչ է կատարվում ընդհանրապես այս ոլորտում։ Մենք ստեղծեցինք մի հատ ինժեներական ակումբ, մասնագետների, հետո ստեղծվեց տեխնիկական խորհուրդ, որը պաշտոնական, ասենք, ՊՏԱ-ի նախարարի կից տեխնիկական խորհուրդ էր զարգացման համարը։ Այդ խորհուրդը ընդամենը աշխատեց մի 5-6 ամիս դե ֆակտո, ու նրանց հետո լուծարեցին այդ խորհուրդը, հաշվելով, որ խորհրդի կարիք չունեն։ Հիմա որ նախարարի ժամանակ էր լուծարել են այս գործող նախարարի ժամանակ, իմիջիալոց գործող նախարարը ոչ մեկից հետ ոչ հանդիպել է, ոչ բան է արել, ասենք լուրջ խորհուրդ էր ստեղծվել 17 հոգի, որի մեջ կային եւ զինվորականներ, եւ մասնագետներ, եւ ինժեներներ, եւ գիտնականներ, ու պարզվեց, որ պետք չի այդպիսի խորհուրդը։ Այն հարցին ինձ տարբեր դիմել են, օրինակ,
որոշ կազմակերպություններ, թե պարոն Սաֆարյան, կարող եք գնահատել Հայաստանի արդյունաբերության զարգացման կոնցեպցիայի արդյունավետությունը։ Ես պատասխանել եմ, որ կոնցեպցիա չկա, որի արդյունավետությունը կարելի է գնահատել։ Մենք ինքներս ունենք մեր տեսլականը, կուզեի հիմա ասեի, ելնելով այս իրավիճակից, մենք մեր ընկերներով մտածեցինք, որ ճիշտը շարժվելն է, ասենք պետք է ստեղծել հանգույցային մի 4-5 հատ գործարան, այսպես ասենք, որը որ առաջի անհրաժեշտությունն է մոտակա 3-4 տարվա մեջ, որը մուլտիպլիկացիոն էֆեկտով ապագայում կստեղծի իր շուրջը համապատասխան եւ մանր, եւ միջին, եւ խոշոր բիզնես, հա։ Ես կուզենայի ասեի առաջի հերթին, թե մեզ ինչ է պետք։ Միջ այդ ես մի հարց տամ, եթե կարելի է նոր անցնել այդ թվարկմանը։ Մենք ունենք նախադեպ, որ Հայաստանի Հանրապետության պետությունը նախաձեռնել եւ ստեղծել է ինչ-որ գործարան։ Այո։ Պատմեք դրա մասին։ Ես կարող եմ իմ ժամանակաշրջանի մասին խոսելը, ուրեմն մենք որ 91 թվին ընդունեցինք եւ միութենական գործարանները ստեղծեցինք արդյունաբերության նախարարություն, մենք չէինք ունեցել երբեք Հայաստանում այդպիսի նախարարություն, որ բոլոր այդ միութենական ձեռնարկությունները հավաքվեին միտեղ։ Եվ դեպքերի զարգացումը եւ այդ լարվածությունը սահմանում անալիզը ցույց տվեց, որ մենք պրակտիկորեն ոչ մի բան չունենք։ Հայաստանը ունեցել է այսպես կոչված Հայաստանի ռազմաարդյունաբերությունը, արտադրել է մենակ կոմպոնենտներ, մասեր եւ այսպես վերջնական պրոդուկտ Հայաստանում պրակտիկորեն չի արտադրվել։ Եվ մեր արժեվ խնդիրները ելնելով եղած խնդիրներից դրված է ստեղծել, օրինակ ինձ 91 թվին կանչել է հանրապետության ղեկավարությունը եւ նախագահը եւ ասենք վարչապետը ինձ ասել են պարոն Սաֆարյան, մենք պիտի փամփուշտ արտադրենք, ձեզ 6 ամիս ժամանակ չենք կարող ասել ինչքան գումարով կարող ենք օգնել, բայց այդ արտադրությունը պետք է դրվի։ Իմիջիալոց ձեզ մի հետաքրքիր թիվ եմ ուզում ասեմ, 92 թվականին, երբ որ վերջնական արդեն սովետական միությունը քանդվել էր եւ մենք դարձանք անկախ հանրապետություն, մենք շատ կարևոր խնդիրների առաջ ենք սկսած սնունդից, սովից, վառելիքից եւ այլ։ Եվ մի հատ հանձնաժողով սկսեց որոնել, թե ընդհանրապես ինչքան ռեզերվներ կան հանրապետությունում, վալյուտա նկատի ունեմ, որտեղ սովետական բանկերը քանդվել էին, ամբողջ մեր ժողովրդի եղած չեղածը ժողովրդի ասելով կորել էր, մնացել ենք ինչ-որ որոշ կրճորների վրա, եւ ձեզ պետք է ասեմ 98 թվին ամբողջ հանրապետությունում ֆիզիկական անձ, գործարան, բյուրո, բոլորը իրար հետ հանրապետությունում ընդամենը 13 միլիոն դոլար փող կար։ Ամբողջ հանրապետությունում։ Այդ պայմաններում մեզ հաջողվեց ինչ-որ տեղ դադարեցնել արդյունաբերության անկումը, շատ հզոր անկում էր սկսել, պատերազմական իրավիճակ, հաղթել պատերազմում եւ սկսել ստեղծել մեր սեփական ռազմաարդյունաբերությունը։ Այն ժամանակ մենք սկսում ենք շատ, այսպես ասեմ, այսօրվա գնահատակով, փամփուշտը ես չեմ, փամփուշտը շատ բարդ արտադրություն է, եթե շատերին թվում է, որ դա պրիմիտիվ է, բայց դա այսօրվա տեխնոլոգիա չէ, արդեն դա բանարած։ Փամփուշտներ են, մինամյոտներ են, ավտոմատներ են, հրացաններ են, մենք սկսեցինք այդ ամբողջը ռազմական արդյունաբերության, այո, ռազմական արդյունաբերության սկիզբը դնել։ Եվ կամաց փորձում ենք դուրս գալու մյուս մակարդակի վրա։ Ցավոք սրտի պետք է ասեմ, մեր կառավարության գնալուց հետո երևի, այսպես ասենք, փոխվեց սկզբունքները, ինչ որ ստեղծել էր մեր կառավարություն, այդ արտադրությունը բոլորը վերացվեց։ Այսօր փամփուշտի գործարանից որոշ բաներ մնացել են, կոնսերվացված, եւ ինչպես ասում են, ստավկան սկսվեց դրվելը դրսի գնումների վրա։
նո պետք է ասեմ, որ դրսի գնումներն էլ բան չեն, բայց դու եթե սեփական բան չունես, Չէ, ինձ հասկանալի է, բայց ես ինչ եմ ձեզ կներեք, որ խնդրեմ, հարցեր եմ տալիս։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ տրամաբանությամբ ներսի աշխատող գործարանը մի կողմ դրվեց եւ սկսվեց անցնել գնումների։ Ինչ տրամաբանությամբ, որ ղեկավարի ցուցումով, ինչպես։ նո բերեք այսպես պայմանավորվենք։ Եթե անուններ չեք ուզում տալ, դիտեք, բայց անուններ կարող եմ տալ, ինչի չեմ կարող տալ անուններ, որտեղ այդ մարդկանց անունները པարզ են։ Ընդհանրապես զինվորականները հակված են դրսից գնումներ անելը։ Դա բոլոր երկրներում այդպես է, եթե համապատասխան մեր երկրների նման։ Նո, դրսից գնումները, այսպես ասենք, ունենք իրանց առավելությունները եւ թերությունները։ Նո, կարող է, ես չեմ ուզում բան անեմ, բայց դրանց մեջ կան նաեւ կոռուպցիոն մեխանիզմներ։ Հիմնականում դա է պատճառը, հասկանալի է։ Հիմնականում չէ, օրինակ ես ես կարող եմ մի հատ օրինակ բերել, երբ որ մենք սկսեցինք փամփուշտը արտադրելը, փամփուշտի գինը շուկայում 7.62 կալիբրի, ասենք, Կալաշնիկովի ավտոմատի փամփուշտը արժեր 14 ցենտ։ Մի հատ։ Մեր ինքնարժեքը մեր վրա նստեց 8 ցենտ։ Մենք ստեղծեցինք գործարան, թե ինչ հնարամիտություններով, որ անգամ մեր ռազմական դաշնակից Ռուսաստանը չէր ուզում, որ մենք փամփուշտ արտադրեինք։ Նա ասում էր, ձեզ ինչքան փամփուշտ պետք է, մենք կտանք, ինչ է կանում փամփուշտը։ Բայց մենք հստակ որոշում ընդունել ենք, որ մենք պետք է սեփական փամփուշտ ունենանք։ Ինձ ասում են զինվորականները, թե մենք Ռուսաստանից 3 ցենտով ենք առնում։ Ես ասում եմ, դուք Ռուսաստանի ոչ թե գործարանից եք առնում, այլ ռազմական պահեստներից, որոնք 50 տարվա արդեն իրանց ոնց որ ասում են ռեզերվային ժամանակը անցել է, եւ դա չի կարող շարունակվել։ Դուք գալու եք ավելի բանին, եւ բացի դրանից էս իրանց ասում են դուք 3 ցենտ դուրսն եք տալիս, բայց մեր մոտ գործարան աշխատում, 500 հոգի մարդ են աշխատում, 500 ընտանիք ապրում, 500 հոգի հարկ են տալիս, որ նստեք հաշվեք եւ այդ փողը մնում է մեր զարգացման վրա։ Այսպիսի երևույթների հետ ենք հանդիպել, որ ռազմաարդյունաբերությունը եւ հիմնականում դա կախված է, ես ուղիղ ասեմ, մերպես երկրներում առաջի դեմքի կամքից։ Պարզ ասեցի, չէ՞։ Ուրեմն եթե հակասություններ կան, բնական ասենք, արդյունաբերության եւ բանակի մեջ, այդ հակասություններն են բնական, ուրեմն վերևից մեկը պետք է ասի, որ ճիշտը այս ուղին է, մերպես երկրի մեջ, որպեսի գնանք։ Եվ ես կարծում եմ, որ մեր ժամանակ, քանի որ մենք ունենք արդյունաբերության ոլորտում որոշակի ազատություն հարցերը լուծելու բան, մենք գնում ենք այս ուղղությամբ։ 97 թվից մինչև 2003 թիվը ռազմական արդյունաբերությունը վերացավ։ Մենք ունենք ռահ, որը ղեկավարում էր էլի վարչապետը կամ փոխվարչապետը, որը կոորդինացնում էր ամբողջ աշխատանքը, այդ ռահն էլ վերացրեցին, ինձ թվում է կարող է սխալում եմ, տվեցին պաշտպանության նախարարը, որը ստրուկտուրային շատ մեծ սխալ է, չի կարելի ռազմաարդյունաբերությունը ենթարկել պաշտպանության նախարարության, սա լրիվ տարբեր խնդիրներ լուծող համակարգ են, չի կարելի մեկին ենթարկել մյուսին։ Այո։ Դրանից ելնելով երևի մի քիչ ուշ հասկացան, օրինակի համար ասեմ, ռազմաարդյունաբերության զարգացումը բերում է մի քանի էտապի զարգացումներ են, այդտեղ մեր ժամանակ ասենք ATS-ներ եւ այլը, այնց բավականին օդին խոսակցություններ, բայց տեխնոլոգիաները արագ զարգանում են, մենք միշտ ժամանակ ենք կորցրել։ Իսկ ժամանակը ամենաչվերականգնվող ռեսուրսն է։ Այսօր էլ մենք ժամանակ ենք կորցնում, ես ես մի օրինակ բերեմ, ասենք ATS-ների, դրոնների, ռոբոտատեխնիկայի պահանջը շատ մեծ է։ Բայց հասկանում եք, դրանք դրսից առնելը
նշանակում է նրանք դրսից կարող են եւ կառավարվել։ Դու եթե մի Արը գիտակցություն այն ժամանակ։ Ինչ թվում է միշտ էլ կար, հիմա չեմ կարող ասել, բայց շատերը երևի չեն հասկանում։ Դա համար ես միշտ ասում եմ, որ մեր առաջի խնդիրը մեր տեղական չիպերի ինտեգրալ հավաքման արտադրամաս պետք է ստեղծել։ Մենք չենք կարող ինքը չիպը արտադրել, դա հսկայական միլիարդների բան է ինչ որ, բայց կա Թայվան, կա Չինաստան, կան քու պատվերով նախագծով գծած չիպը, լիտոգրաֆիան արված եւ անում ինչը ստանում է ստեղ, բայց ամբողջ այդ ինտելեկտը, ղեկավարումը, բանը դու ես մտցնում։ Թե չէ, եթե դու բերում ես մի սարք, որ ընդեղ է պատրաստված, այդ ցանկացած մոմենտին պատմություն էլ բանը։ Ցանկացած մոմենտին այդ համակարգը չի աշխատի։ Դա համար ես ասում եմ առաջի հերթին մենք պետք է եւ տեսեք այդ բոլոր ռոբոտոտեխնիկան օգտագործում է միկրոշարժիչներ տարբեր ձևի, սերվերներ, մոտորներ եւ այլն, որի արտադրության կազմակերպումը շատ պրիմիտիվ բան է։ Եվ գիտեք ինչ տեսլական է, ես որտեղ որ գրում եմ, դիմում եմ, ինձ ասում են դա մասնավորի գործ է։ Կառավարություն, ես ասում եմ, այո ընկերներ, մասնավորի համար տեղ ռիսկերը շատ են, նա որ դրեց արտադրություն, դուք չառակ եւ հիմնավորեցեք, որ այս մասնավորը գիտեք, այս մյուս կուսակցության անդամ է կամ այս մյուս կուսակցության անդամ է, ուրեմն մասնավորի գործարանը չի աշխատելու։ Դա մասնավորի բանը չի, էլի, ոնց ես ասեմ, պետությունը պետք է 2-3 քայլ անի։ Այսինքն մի հատ ուզում եմ հստակեցնել եւ ամփոփել։ Մեր կառավարությունների գաղափարի մեջ արտադրությունը մասնավորինն է, դա կարելի է հասկանալ, բայց ռազմարտոնաբերությունը եւս մասնավորինն է։ Նրանք այդպես են մտածում։ Եղավ հասկանալի։ Եվ լավ, հետո ես շարունակենք մեր խոսակցությունը գովազդային ընդմիջումից հետո գովազդը եթերում սիրելի բարեկամներ, որից հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։
Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ձեր բարեկամներ, մենք շարունակում ենք մեր զրույցը եւ հարցս ձեզ պարոն Սաֆարյան, ուղղակի ուզում եմ հասկանալ եւ ուզում եմ ձեր գնահատականը լսել հստակ, այն ինչ որ արվեց արդյունաբերության նախարարության հետ, մեր ռազմաարդյունաբերության հետ եւ ընդհանրապես այդ կոնցեպտի արդյունաբերական Հայաստան կոնցեպտի հրաժարվելու բուն պատճառը ո՞րն է։ Շատ մի կողմից բարդ, մյուս կողմից հասարակ հարցվեցիք, ես մի նախադասությունով կարող եմ ձեզ պատասխանել, ես ժամանակին, որ իմ ֆունկցիաները ստեղ կատարեցի, վերջացրեցի, ինձ հրավիրեցին Ավստրիա, Գերմանիա, աշխատել եմ 15 տարի գերմano-ավստրիական ինժեներական ընկերությունում, որպես ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն, հա։ Շատ լավ ֆիրմայի նախագահ ունեինք, մի օր այսպես զրույցի ժամանակ ինձ ասեց պարոն Սաֆարյան, ես ձեր հայերին լավ գիտեմ, Հայաստանի պատմությունը ուսումնասիրել եմ, լավ ժողովուրդ եք, բայց մի բան ասեմ, վայ են երկրին, որը ղեկավարում է առևտրական կապիտալը։ Ես ես այդ մի նախադասությունով պատասխանեմ, եթե դուք ինչ-որ բան ունեք, Շատ դիպուկ է ինձ թվում, բայց արդյոք Հայաստանում այդ խորհրդային միության քանդվելուց հետո առևտրական կապիտալից բացի ուրիշ կապիտալ ձևավորվել է, նույն արդյունաբերական կապիտալ կար։ Արդյունաբերությունը ես ձեզ կասեմ չհասցրեց կապիտալ ձևավորվելու, որովհետև ցավոք սրտի այդ կապիտալի ձևավորման ժամանակ մենք ընկանք տոտալ բլոկադայի մեջ, որը որ բավականի վնաս մեր ձեռնարկություններին հասցրեց եւ մենք այդ կապիտալի նախնական կուտակումից հետ ընկանք առևտրականները ավելի առաջ ընկան առևտուրը չեմ ասի հասարակ բան է առևտուրն էլ շատ կարևոր բան է եւ առևտուրն էլ պահանջում է հսկայական ինտելեկտներ բայց նա չպետք է ղեկավարի երկիրը ես փոքր օրինակ բերեմ, օրինակ որն է, այսօր տեխնոլոգիաները եւ գիտությունը շատ արագ զարգանում է, չես հասցնում, մեկը մեկի հետևից գալիս է, այսօր այստեղ ներկա է պարոն Գևորգյանը, ինձ համար շատ հարազատ եւ գնահատելի ֆիզիկոս, մաթեմատիկոս, ես որտեղ ես կարծում եմ, որ
այդ կարգի գիտնականները ֆիզիկայի, մաթեմատիկայի մեծ պոտենցիալ պետք է ունենան։ Մենք իրար հետ շատ ենք զրուցում կվանտային ճեղքումնային տեխնոլոգիաների վրա։ Տեսեք, եղել է առաջին կվանտային հեղափոխությունը, որը վերաբերվում ասենք ատոմին, միջուկային էներգիային եւ այլն, որի մեջ հայերը բավականին լուրջ մասնակցություն են ունեցել։ Եկել է երկրորդ շոլկին նկատի ոչ միայն շոլկին են, Ալիխանով եղբայրներին եւ այլն, մեր տեղական որոշ ֆիզիկոսներ բավականի գործ են արել այդ ուղղությամբ։ Երկրորդ կվանտային հեղափոխությունը, որը կապված ավելի շատ կվանտային կոմպյուտերների հետ, կվանտային, հա, որի մեջ որ մենք մասնակցություն չունենք, բավականի հետ ենք ընկել, իսկ ես մի բան ասեմ, մի բանում եթե դու հետ ես ընկել, պետք չի աշխատել հասնես նրան, դու միշտ հետ կընկնես։ Միջև դու դրա համար դու պետք է այն ասպարեզում բան անես, որտեղ դու ինչ որ լումա ունես դրած ու բանես։ Հիմա երրորդ կվանտային հեղափոխությունն է տեղի ունենում։ Երրորդ կվանտային հեղափոխությունն ունենում, որը կապված է, այսպես կոչված, կվանտային վակուումի հետ։ Թե ինչ է իրանից ներկայացնում կվանտային վակուումը, ինչ կարելի է այնտեղից բան անել։ Մենք բավականին լուրջ պարոն Գևորգյանի հետ աշխատում ենք մեր խմբով, ուսումնասիրում ենք աշխարհում ինչ է կատարվում, նույն թվին աշխատում ենք բաց ուրեմն ինֆորմացիայից թե Ամերիկայում ինչ է կատարվում, ստեղ ինչ է կատարվում, ընտրեցինք մի ուղղություն, որ խոսքը գնում է, այսպես անգլերեն ասած non-carbon էներգետիկայի, որը այսօր համաշխարհային տրենդերից է, այսպես կոչված ոչ ածխայի, հա, էներգետիկա, որը ապագան է։ Ну, ձեզ մի բան ասեմ, տարբեր մարդկանց խոսալու մենք անգամ փորձել ենք մի հատ հայտ ներկայացնենք, հա։ Գիտեք մեզ ինչ են պատասխանել, թե մենք մեր կարծիքով մենք այդպիսի մասնագետներ չունենք Հայաստանում։ Պատկերացնում եք։ Մասնագետին պետք է դաստիարակել, մասնագետը պետք է աշխատի, մասնագետը պետք է բան անի։ Նաև ասեմ, մեր հիմնական, ասենք, արգելակող բաներից մեկն է մեր ղեկավարման ստրուկտուրան։ Հասկանում եք, կա բարձր տեխնոլոգիայի արդյունաբերության նախարարություն, կա հայտնի չէ թե ինչ հարցերի համար է պատասխանատու, կա էկոնոմիկայի նախարարություն, ուրիշ տեղ կա գիտկոմ, երրորդ տեղը կա չեմ ինչ, ցանկացած հարց լուծելու այս ոլորտին, եթե խոսքը գնում է նաև ասենք ռազմական արդյունաբերության, խաղի մեջ մտնում է պաշտոնը, գլխավոր շտաբը, սա 5-6 հատ ասենք նախարարություն մտնում են խաղի մեջ։ Բնականը ամեն մեկը ունի իր մոտեցումները եւ այսպես կոչված ասենք հակասումները դրայել են բնական։ Չկա մի հատ օրգան, որը որ ասի հարցը սենց է լուծվում։ Բայց պարոն Սաֆարյան, ներեցեք ինձ, բայց քիչ առաջ դուք ինքներդ բերեցիք օրինակ, երբ որ այդ նույն օրգանը սխալ որոշում ուրեմն որոշում ընդունելի պատճառով փաստորեն Հայաստանը զրկեց ռազմաարդյունաբերությունից։ Դե ճիշտ եք ասում, բայց մենք ուրիշ ինչ շանս ունենք։ Ուրեմն այդ օրգանը պետք է հասկանա այդ խնդիրները։ Կամ եթե ինքը չի հասկանում, պարտադիր չի, ես ձեզ մի բան ասեմ, երկրի ղեկավարը ամեն ինչից հասկանա։ Այն ժամանակ ինքը պետք է որտեվ այս բուրգը ռազմաարդյունաբերության կառավարվում է մենակ ուրեմն հստակ կամքային բանով։ Մի հոգի կամ երկու հոգի որոշում են ընդունում։ Ուրիշ վարիանտ չկա, ուրիշ բան աշխարհը չի հնարել։ Ես կարող եմ բերեմ մեր հարևան երկրի, որ այդպես տեխնոլոգիական զարգացում ապրեց, առաջի դեմքը ինքը լուծում է բոլոր հարցերը, ինքը ասում է, «Էսա պետք, էսա պետք, էսա պետք, էսա պետք, էսա պետք»։ Պարադոքսը գիտեք ինչու՞մ է։ Մեր պետությունը չի ասում իրան ինչա պետք։ Հասկանում եք, մեր ամեն ինչը հիմնված է նրա բանին, որ ես կարամ սա անեմ, ասում են հələ բեր տենանք, սարքի տենանք, մեզ պետք է, թե պետք չի։ Հասկանում եք, բայց ես չեմ տեսել մի հատ տենդեր, թեկուզ փակ տենդեր, որ ասեն, մեզ այս դեպի սարքա պետք, այսպեսի ֆունկցիաներով։ Կարաք սարքեք, թե չեք կարա։
որպեսի ուրեմն այդպիսի տենդեր լինի, պարոն Սաֆարյան, պետքա լինի այդ գիտակցումը, այդ սարքի դրա անհրաժեշտության, իսկ դա արդեն գործի երևի 50%-ն է։ Ամենակարևորն է, այո, այսպես ասում են, խնդրի ռուսերեն ասած պաստանովկը задачи, հա, դա գործի ամենամեծ մասն է, դրա համար է պետք ամենամեծ ինտելեկտը, թե չէ կատարումն էլ է կարևոր, բայց կատարումը լրիվ ուրիշ մակարդակի բան է։ Ես կուզենայի, որ պարոն Գևորգյանը մի քիչ ասենք այս ուղղությամբ, որտեվ գիտությունը այս ուղղությամբ մեծ բաներ ունի անելու։ Եվ ես ինքս գտնում եմ, որ մենք ունենք հլավոր այն ուժերը, որոնք կարող են ունիկալ բաներ ստեղծել։ Պարոն Սաֆարյանի մոտեցմամբ, պարոն Գևորգյան, մենք տեսանք, թե ինչ իրադարձությունների, ինչ բերումով եւ ինչ որոշումներով Հայաստանը զրկվեց արդյունաբերությունից, ռազմարդյունաբերությունից, բայց ռազմարդյունաբերությունը ընդհանրապես արդյունաբերության լոկոմոտիվն է, բոլոր երկրներում էլ այդպես է եղել։ Եվ արդյունաբերության համար դրա գլխավոր կոմպոնենտներից մեկը գիտությունն է։ Արդյոք գիտական համայնքի մեջ էլ նման որոշումներով գիտությունը դարձավ անունակ։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ ես շատ ուրախ եմ, որ այս զրույցին մասնակցում ենք պարոն Սաֆարյանի հետ, եզակի այն նախարարներից է, որ ես բոլոր կառավարությունների մեջ իր բանիմացությամբ, գրագիտությամբ եւ ես իսկապես այս տիպի նախարար եմ պատկերացնում Հայաստանը, որը բոլոր կառավարությունների եթե տնտղեք բան հերթականությամբ, ես չգիտեմ ուրիշ ասենք նախարար, որ իր ոլորտից այսքան տեղյակ է եւ այդ իմաստով շատ հետաքրքիր է զրույցը, մենք իսկապես հատկապես վերջի ժամանակները փորձում ենք հենվելով պարոն Սաֆարյանի պրակտիկ փորձից եւ իրեն այսպես գերմանական տեխնիկական կազմակերպման ճշտապահություն եւ կոնստրուկտիվություն ինչ որ առաջ գնալ։ Ուրեմն գիտությունը այսօր նույնիսկ այս խղճուկ վիճակին, որտեղ ըստ էության գիտա տեխնոլոգիական, ինժեներական այդ համայնքը, որը եղել է սովետական միության ժամանակ, մոտ 10 անգամ կրճատվել է։ Աննախադեպ, то есть խայտարակ կրճատվել է, ես բոլոր կառավարություններին եմ քննադատում, առաջի դեմքերին, սկսած Լևոն Տեր-Պետրոսյան, մնացածի մասին չեմ խոսում, որոնք ոչ մի ուշադրություն չեն դարձրել, ուշադրությունը մենակ միջոց դրամ տալը չի։ Ուշադրությունը ոնց որ ճիշտ նշեց պարոն Սաֆարյանը, խնդիրը իրենց մակարդակում որոշում կայացնել եւ խնդիր դնելը, ասենք։ Ես իմ գործի բերումով ըստ էության համարյա բոլոր ակադեմիական ինստիտուտներում լինում եմ, որտեղ ինձ ես դե կոպիտ ասած ակտիվ մարդ եմ, նաեւ հասարակական գործիչ, ինչ պատմությունից, լեզվաբանությունից սկսած, տեսական ֆիզիկա, քիմիա, ամեն ինչ հետաքրում է եւ որոշակի պատկերացում ունեմ, ասենք։ Հիմի եթե արդյունաբերություն չկա եւ չի նախատեսում, գիտությունը դառնում է երկրորդական անիմաստ բան։ Այսինքն գիտությունը պետքա սպասարկի, պետքա գաղափարներ ծնի, դա հետո գնա տեխնոլոգիաներ դառնան, որպեսզի մտնեն արդյունաբերություն։ Եվ դա կարա որոշիչ լինի անվտանգության համար, եթե չկա գիտություն որակական, որակ ունեցող մարդիկ չունեք, ձեզ ոչ արդյունաբերությունապետ, ոչ էլ երկիր է պետք, որտեղ ձեզ պետքա մասնատեն եւ դարձնեն ուրիշ ազգերի համար պարատանյութ։ Հիմի ես տեսնում եմ այս 3 ըստ էության կառավարությունն ու
այս բոլոր կառավարությունը հասկանալով 4 հասկանալով թե չհասկանալով այս ճանապարհն է բռնել եւ երկիրը տարելա դրելա առևտրային բանկային կապիտալի օլիգարխների ձեռքը, որը կործանեց, փաստացի դա բերեց Արցախի կործանմանը, եթե Արցախի վերանվաճմանը, վերատիրմանը բերեց այն գիտատեխնիկական արտոնաբերական Հայաստան, որ մեր ժառանգություն ստացանք Սովետ Միությունից, ապա դրա վերացումը բերեց Արցախի կործանմանը եւ հերթական հիմք կանգնած է այս սովետական Հայաստանի մնացած տարածքը, որը մենք ինչպես հաճախ նշել ենք, դա Լենին Աթաթուրք պայմանագրով ռեզերվացիա է, որպեսզի վերջնականապես հայ ժողովրդին որպես տար ոչնչացնեն, վերացնեն եւ իրենց խնդիրները լուծեն։ Հիմի դե մենք եթե ուզում ենք մեր ինքնությունը պահպանենք, հայ մնանք, մեր մշակույթը, եթե մենք դա մեր համար մոտիվացիա, որ մենք պետքա դա մեծ գերխնդիր է, վերատիրենք հայքին, ապա պետքա անպայման զարգացնենք արտոնաբերությունը եւ գիտությունը, առաջի հերթին գիտությունը, նույնիսկ այս վիճակում, այս վերջերս զարմացա, որ համեմատում են մեկ գիտնականի տված պրոդուկցիայով Հայաստանը համաշխարհային գիտական այդ հարթակներն էլի գտնում է առաջին տեղերից։ Ուղղակի անկեղծ ասած զարմացա, որովհետև ես տեղ ներսում եմ գտնում, տեսնեմ թե ինչ քայքայված վիճակ է։ Պատկերացնում եք, ասենք մաթեմատիկայի ոլորտում օրինակ ասենք, մեկ ասպիրանտ տարեկան, մեկ ասպիրանտ համալսանում, դա այսինքն չկա, այդ ոլորտը փակված է, ասենք նու ֆիզիկայի ոլորտը մի քիչ գիտնականները շատ են եւ այլ կա։ Կարելի է մի բան ավելացնեմ, Գևորգյանին մի նախադասություն, ես ինքս էլ մոնիտորինգ եմ անում, ես ինժեներ եմ, բայց ի շնորհիվ պարոն Գևորգյանի ես վերջի 2-3 տարին մտել եմ ֆիզիկայի, կվանտային ֆիզիկայի բանով եւ ինձ համար շատ հոգեհարազատ, դա ինձ թույլ է տալիս նաեւ պարոն Գևորգյանի հետ ինչ-որ դիսկուսիաներ անել, որ ես այսպես ինքս մոնիտորինգ եմ անում, թե մեր մոտ ինչ թեմատիկայի վրա է ծախսվում գիտական փողերը, դա իմ անձնական ինտուիցիան է հուշում, որ կա մի հատ ձեռք չտեսնվող, որ փող է տալիս մեր գիտնականներին, որպես իրանք ոչ մի բան չանեն, կարևոր բան չանեն։ Սա իմ ինտուիտիվ բանն է, հասկանում եք, որտեվ ցանկացած փորձ ինչ-որ լուրջ բան անելու, ասում են դուք տես մասնագետ չունեք։ Եվ ամենակարևորը, դու ստեղ կարող ես մի հատ կարևոր խնդիր տաս, այդ համակարգը ուղարկում են արտասահման ռեցենզիայի։ Ըմբոստը կարող է չի կարելի ուղարկել։ Կարող է, բան, հասկանում եք ինչ է կատարվում։ Լրիվ հասկանալի է, եւ եթե դա մտցրել է ուրեմն պետական գործելակերպ, այո, ապա մենք փաստորեն դրանով, բայց ես ուզում եմ մի մտքի վրա Գևորգյանի ուշադրություն դարձնել, որը կարծես թե ամեն ինչ պարզ բացատրում է, եթե չկա արդյունաբերություն, գիտության պահանջարկը խիստ ընկած է։ Եվ հիմա փաստորեն մեր ղեկավարները մտածում են, թե ում են պետք է գիտնականները, եթե մենք հրաժարվել ենք արդյունաբերությունից, որպես էլեկտորատ են պետք է։ Խոսպիսի բանա process է գնում, ասենք, այս պետքա իհարկե նշեմ, քննադատելով եւ խիստ քննադատելով այս կառավարությունը, որ հիմի կա, շատ հարցերում ուղղակի պետք է նշեմ, որ իրենք, ասենք, այդ մնացած գիտնականների համար որոշակի տանելի պայմաններ են ստեղծում, փորձում ստեղծել, խնդիր չեն դնում։ Այո, չէ, խնդիր չեն դնում։ Մի տեսեք ինչա, ես ասենք եղել եմ առաջի կատեգորիայի շատ կարևոր ինստիտուտի գիտական փոխտնօրեն Սանկտ Պետերբուրգում, տեսել եմ դա ինչ
գործեր արվում եւ այլ, բայց հետո տեսա 2000 թվականներն էլ, որ ընդեղ էլ կոռուպցիան ֆանտաստիկ մակարդակ էր հասել Ռուսաստանի Դաշնություն, հասկացա թողեցի ու վերադարձա, ասենք ես կարա հանգիստ Ռուսաստանի քաղաքացի դառնալ, պայմաններս լավացնել եւ այլ, թողեցի վերադարձա, ես մի տեսնեմ այդ ահռելի պետությունը ոնց է սրընթաց դեգրադացիա ենթարկում ունենալով ահռելի գիտական տեխնոլոգիական պոտենցիալ Ինձ թվում է դա մի քիչ այլ թեմա է, պարոն Հա, հիմի էլի հետ վերադառնում Ներողություն եմ խնդրում։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք մեր եթերը Աշոտ Սաֆարյանի եւ Աշոտ Գևորգյանի մասնակցությամբ։ Պարոն Սաֆարյան, հաղորդման սկզբում դուք թվարկում եք, ես ընդհատեցի ձեզ իմ հարցով, ես կխնդրեմ հաղորդման վերջում այդ թվարկումները շարունակեք, պարզապես դրանից առաջ գուցե ընդունենք 1-2 հեռախոսազանգ եւ դրանից հետո շարունակենք։ Փորձենք պատասխանել մարդկանց հարցերին, չգիտեմ ինչ հարցեր կարող են լինել, որովհետեւ մենք շատ խիստ մասնագիտական ոլորտի մասին է մեր խոսակցությունը, բայց ամեն դեպքում եկեք պատասխանենք այդ զանգերին, հետո կանցնենք ավելի մանրամասն մասնագիտական առաջարկություններին, որովհետեւ այն ինչ որ դուք ասում եք չափազանց կարևոր է եւ սրա վրա պետք է անպայման ուշադրություն դարձնել։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Տեսեք, պարոնակ, ասացին, որ խնդիր չի դրվում պետության կողմից, բայց որպեսզի պետության կողմից խնդիր դրվի, պիտի առաջ նախ նպատակ դրվի պետության։ Ես չգիտեմ մեր պետության նպատակն ինչ է, մեր համալսարան մեջ դա որևէ ձեով ոչ նշված է, ոչ բան։ Եթե պետությունը նպատակ չունի, բաժա խնդիրները չեն դրվելու։ Եվ դրանից ելնելով թե ինչ նպատակ ունեն, դա ես հետևում նաև ինչ ոլորտներ պիտի զարգացվեն։ Հայաստանի ման փոքր երկիրը չի կարող բոլոր գիտության ճյուղերը զարգացնել։ Այսինքն այդ բոլորը կախված է թե ինչ նպատակ է դրվում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեր զանգի համար։ Իմ կողմից մի դիտարկում անեմ, որ մեր սանրության մեջ կարծես թե մեր նպատակները պետության ձևակերպված են մեր անկախության հռչակագրի մեջ եւ անվտանգությունը առաջին համեցեք ով է ուզում պատասխանել Նախ ես ուզում եմ ասեմ ինչ վերաբերում է գիտությանը Հայաստանը եզակի երկրներից է շատ ցածր գիտական ֆինանսավորման ասենք հիմի այս պահի դրությամբ կարծեմ 0.35 ինքը դա չի հարցնում կարևոր է ինքը ասում է նպատակը պիտի բանանա հա նպատակ չի դրա համար ես իմ կողմից ուզում եմ պատասխանեմ որ ինքը ճիշտ ասում մենք ամբողջ գիտությունով չենք կարող զբաղվել սա սովետական միություն չի բայց մենք ընտրել ենք 2-3 ուղղություն որում կարանք ճեղքումնային տեխնոլոգիա տանք մենք չենք կարող ամեն ինչով զբաղվենք Եվ խնդիրը ինչ որ մեր դիտորդը հարգելի դնում է, առաջի խնդիրը անվտանգությունն է, ցանկացած սահմանադրությունը մեր անվտանգությունը ապահովելու։ Հիմա թե դնում են, թե չեն դնում, մենք էլ պիտի բանանենք, որ սա կարևոր խնդիր է եւ իրան պատասխանեմ, այո, ես դրան միացնում եմ նաեւ էներգետիկան։ Եթե քո արդյունաբերությունը քո էներգետիկան էլ չի սպասարկում, ուրեմն այդ երկրին արդյունաբերություն պետք չի։ Եթե անվտանգություն չի ապահովում էներգետիկա, ուրեմն ասենց առևտուրով կուպիլ պրադալ ասма Մոսկվե պագուլյալ։ Շատ լավ, անցնենք ձեր ուրեմն այդ 5 ուղղություններին, որը դուք առաջարկում եք ձեր խմբով։ Ես 5 ոլորտ եմ, 5 օբյեկտ անգամ ոլորտ չէ ես ասեմ, նաև քանի որ ես միշտ կարդում եմ համապատասխան ինֆորմացիաները, աշխատում եմ կուրսի մեջ լներ տրենդների, բաների, մեզ պետք է առաջի հերթին 5 հատ գործարան սարքել, 5 հատ միավոր։ Ես կարծում եմ, որ մեզ համար շատ կարևոր է ազոտամիակային ջրածանային ցիկլը։ Իմիջիալոց ես ասեմ, ես ժամանակին գրել եմ, այս
այս դեպքում մենք աշխատել ենք ամերիկական ամենահայտնի ինժեներական կամպանիաների մոտ, որ ամբողջ աշխարհում այս ցիկլը բան են անում։ Իրանց այսպես կոչված առաջարկությունները օգտագործելով։ Ավելի պարզ չեք ասի ինչ նպատակ ունի այդ արտադրությունը։ Այս արտադրությունը նպատակ ունի ուրեմն Արտադրել ջրածին։ Ջրածինը կողքից է գալիս, նայած մասանում առաջերտին գալիս է պարարտանյութը։ Պարարտանյութը սելիտրան ու դրանից հետո գնում է ուրիշ զարգացումներ, հա, այսպես ասենք, որը մեզ պետք է չխորանալու, հա։ Երկրորդը ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի մի հատ ունիվերսալ մետաղամշակման կենտրոն պետական, որ հագեցված լինի, դրա կոնցեպցիան էլ ենք մենք մետաղամշակման, այսինքն Մետաղամշակման- ավելի շուտ մեխանիկական գործարան եք։ Այո, այսօրվա համակարգեր, մշակող, բանանող, այսօր իմիջիալոց բավականի լուրջ մենք ուսումնասիրել ենք Չինաստանի հնարավորությունները եւ ձեզ մի բան էլ ասեմ, այսօր մեր արհեստավորները 60 տարեկանից բարձր են։ Մենք պետք է նաեւ երիտասարդություն սովորենք։ Սրա հետ միասին մենք որոշում ենք, որ մի հատ ուսումնական կենտրոն ստեղծենք։ Երրորդը երկար չեմ ուզում բանանամ։ Ինչպես ես ձեզ ասացի, դա ռոբոտատեխնիկայի մասերը, չիպեր, ակումուլյատորներ, ասենք միկրոշարժիչներ, որը մենք կարող ենք բանանել։ 4-րդ ամենակարևորը ես ձեզ ասեմ, մենք պետք է կոսմիկական սարքաշինությունով զբաղվենք։ Առանց կոսմոսի, ես որ մեկ խոսում եմ կոսմոսից, շատերը առանց հասկանալու ասացի, մենք պետք է օրինակ ստեղծենք մեր սեփական NASA-ն, հա, այսպես ասենք։ Ասում են, այդ ինչ ես խոսում, ինչքան փող է պետք, ասում եմ, այ ընկերներ, դա չի նշանակում, որ մենք Մարս Սպուտնիկ ենք ուղարկելու։ Այսօրվա արդյունաբերության զարգացումը, այսօրվա անվտանգությունը առանց կոսմիկական մոնիտորինգի, Առանց Եվ 5-րդը եւ հա, ամենակարևորը մեր Հայաստանի համար էներգետիկան է, այսպես կոչված նոն-կարբոն էներգետիկան, որի ուղղությամբ մենք էլ եւ ուրեմն պարոն Գևորգյանի հետ եւ իմիջիալոց մենք աշխատանքներ ենք տանում սեփական նախաձեռնությամբ, սեփական միջոցներով, որտեղ հասկացողություն չունենք ուրիշ տեղից, որպեսզի ստանանք ինչ-որ արդյունքներ նոր բանանենք։ Եվ իհարկե Պարոն Սաֆարյան, ես ներողություն եմ խնդրում, մի փոքրիկ հայտարարություն անեմ, քանի որ մեր եթերի ժամանակը սպառվում է ABC եթերում, ես ուզում եմ հրաժեշտ տալ ABC-ի մեր հեռուստադիտողներին, իսկ մնացած բոլոր հարթակներով մենք կշարունակենք հաղորդումը։ Շարունակեք, խնդրեմ։ Եվ իհարկե արհեստական բանականությունը, որը եւ ինքնուրույն ոլորտ է եւ սպասարկում է այս հարցերին, մենք պետք է ուրեմն այդ ուղղությամբ մեծ զարգացումներ տանենք։ Իմիջիալոց այս բոլորի համար ես հաշվել եմ անգամ մեզ ինչքան ինվեստիցիա է պետք, շուկաներն եմ հաշվել, պոտենցիալ շուկաները, ինչքան ռեսուրս է պետք էլեկտրական, ինչքան գազ է պետք եւ այլը եւ այլը։ Եվ ինչքան ասենք ծախսելով 3-4 տարվա մեջ մոտորապես ինվեստիցիաները գնահատել եմ $300 միլիոն սահմաններում, որը չեմ կարծում, որ շատ մեծ թիվ է այս 5 օբյեկտի համար։ 3 տարի հետո մենք տարեկան $500 միլիոն արտադրանք ենք, որը պահանջարկ ունի շուկայում։ Ուզում եմ ասեմ, կոմերցիոն մասն էլ ենք նայել։ Այսպես, եւ հիմա դիսկուսիա է գնում, թե մենք ինչ ատոմակայան ենք սարքելու, հա։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Գևորգյան, հիմա խոսքը ձեզ կտամ, բայց ինձ մոտ այսպիսի հարց կա եւ կուզենայի ձեր կարծիքը իմանալ այդ հարցի մասին։ Այ դուք ասացիք, որ մեր ամենաառաջնային ոլորտը այս պահին, ասենք, բարձր տեխնոլոգիական այդ ծրագրավորման ոլորտն է, որտեղ կան մասնագետներ, որ մարդիկ փող են աշխատում եւ այլն։ Բայց իրականության մեջ, եթե ուշադիր լինենք, արդյոք որ մասն է մեր շրջապատող այդ ծրագրավորման պրոդուկտի, որ մենք օգտագործում ենք Հայաստանում,
արված մեր ծրագրավորողների կողմից։ Միտքս հետևյալն է։ Այո, մենք ունենք ծրագրավորողների մեծ բանակ, որը այդ ոլորտը զարգացնում են, կարծես թե փող են աշխատում, բայց ինչպես խորհրդային միությունում ասաց պարոն Սաֆարյանը, մենք էլի դետալներ ենք արտադրում ուրիշ կոմպլեկտավորում բաների համար։ Այսինքն մենք վերջնական արդյունք, որ կարողանանք մենք օգտագործել, Հայաստանը օգտագործի իր բարձր տեխնոլոգիական ոլորտից, մենք երևի շատ քիչ օրինակներ կունենանք։ Ճիշտ է դա, տենց այդպես է, բայց մյուս կողմից այդ ոլորտը այսօր ամենակայացած ոլորտն է, ի հեճուկս բոլոր իշխանությունների, որտեղ իշխանությունների ներդրումը տեղ 0 է, փաստացի, կարելի ասել։ Ասենք այդ մարդիկ Մերգելյանի ինստիտուտ ա եղել, տրադիցիոն էլեկտրոտեխնիկական հիմնարկներ ա եղել, ինժեներներ բան, այդ բոլորը, ասենք ես գիտեմ մարդկանց, որոնք ընդունակ են եղել, նույնիսկ այդ արևելագիտություն բանը, մի խոսքով հումանիտար կրթություն են, բայց դառել են ծրագրավորող եւ աշխատում են ուղիղ Ամերիկայի Միացյալ, այստեղից աշխատում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, էլի, հեռակակարգով պահանջված են եւ բնական է այդ պրոդուկտները ընդեղ են պահանջված։ Դե կառավարությունը ինքը պետք է խնդիր դնի, թե իրեն ինչա պետք։ Ես հիշում եմ այսպեսի մի ուրեմն այլընտրանք թվականը հիմա ճիշտ չեմ կարողանա երևի հիշել, բայց հիշում եք պետական համակարգերում ուրեմն տեղյակ եք երևի, որ ներդրվեց Մալբրի այդ թղթաշրջանառության համակարգը, որը մինչև օրս էլ գործում է։ Եվ այն ժամանակ, երբ որ մրցույթ հայտարարվեց, երկու առաջարկություն կար, մեկը այդ Մալբրիներ, որ չեմ հիշում, որ երկրի արտադրանքն է, եւ կար հայկականը, որը մշակել էին մեր մասնագետները եւ իր բաներով առնվազն չէր զիջում էլ Մալբրիին եւ որոշ հարցերում նույնիսկ առաջ բայց վերցեցին օտարը։ Այսինքն բայց գործը կատարեցին մերոնք։ Մերոնք փաստորեն օգտագործեցին այլ երկրի արտադրանքը, փոխանակ մեր երկրի արտադրանքը, եթե հավասար պայմաններում մեր երկրի արտադրանքը առնվազն առավելություն ունի։ Օրինակ ես այս վերջերս այդ կիբեր հանցագործության զոհ եմ դառել, ասենք մեր մոտ լավ ծրագրավորողներ կան, որ կարան էապես բարձրացնել մեր բանկային համակարգի կայունությունը։ Նույնիսկ այդ հասարակ ծրագրերը հավելվածները չեն բանում, որ մարդիկ մասսայական բանկերից գումարները հափշտակում, տարական բաներ տեղական նույնիսկ այդ ծրագրավորման հնարավորությունները չօգտագործելու պատճառով։ Հիմի բանը, դե քանի որ պարոն Սաֆարյանը նշեց ռոբոտոտեխնիկայի, էլեկտրոնիկայի կարևորագույն դերը, ասենք այդ ոլորտներում կան ունիկալ մասնագետներ եւ ասենք առանց պետական աջակցության, պետական ծրագրերի չի առաջանալու այդ համայնքներ, շատ այս մարդիկ աշխատել են դրսի համար, հետո այս մարդիկ Փորձնական նմուշներ են սարքել։ Ես էլ եմ ուզում օրինակներ բերեմ, կներեք իմ գործընկերներից, բայց ուզում եմ օրինակներ բերել, որպեսզի մեր հեռուստադիտողները լավ հասկանան իրավիճակը։ Ուրեմն Հայաստանում կար ընկերություն, որը որ այդ ԱԹՍ-ներ էր արտադրում դեռ այն ժամանակ, երբ չկար ոչ պատերազմը, ոչ այդ ԱԹՍ-ների այդքան բանը, եւ մեր պաշտպանության նախարարությունը այդ ԱԹՍ-ների պատվեր չէր տալիս։ Սինգապուրը նրանց պատվեր էր տալիս, ինչ որ խնդիրներ։ Ես ավել ասեմ, ես վերջացնեմ միտքս։ Ուրեմն այդ նույն ընկերությունը փաստորեն գնաց այն ճանապարհով, որ չի կարելի, որ մեր համակարգիչները գործեն Windows-ի կամ Linux-ի ինչ որ համակարգով, պետք է հայկական օպերատիվ համակարգ լինի, որը պաշտպանված լինի, որովհետև պատերազմական գործողությունների ժամանակ այդ բոլորը շատ հեշտ է կոտրել,
օտար երկրներում պատրաստած համակարգի եւ սարքել էին մեր ռազմական այդ վաշտի մակարդակով, ջոդրատի մակարդակով լրիվ ինքնակառավարվող համակարգ, որ շատ քիչ երկրները ունեն, սովորաբար ասենք օրինակ Եվրոպայի երկրները ամերիկյան համակարգն են օգտագործում եւ այլն։ Եվ մենք ունենք սեփական համակարգ, որը ցուցադրվեց ուրեմն մեր պաշտպանության նախարարությանը եւ անգամ գիտեք ինչ վիճակում, սա կարեւոր է որ ես նշեմ, երբ որ այն մարդիկ, որ զորակոչի էին ենթարկում կարճ ժամանակով ծառայած զինվորները վերապատրաստման այդ զինակոչը 15 օրով գնում են, այդ զորակոչ իրենք սովորեցրեցին կառավարել այդ համակարգով եւ պաշտպանության նախարարության առաջ հրաշալի արդյունք ցույց տվեցին։ Այսինքն ցույց տվեցին, որ անգամ չուսուցված մարդիկ կարող են շատ հեշտությամբ կառավարել եւ դառնալ։ Այդ համակարգը այդպես էլ չներդրվեց հայկական բանակ։ Եվ այս իրավիճակը շարունակվում է եղել է եւ նախկինների ժամանակ, եւ հիմա է շարունակվում։ Այո, այդ նու դրան շատ པարզ Այո, չկարողացան կոտրեին այդ համակարգը։ Դա շատ բան համակարգ է, կարծր համակարգ է։ Դա ունի չափազանց པարզ բացատրություն, ինչի է տենց լինում, էլի, որտեղ ասենք մենք ստեղ հիմի Պարոն Գևորգյան, այդ մենակ կոռուպցիան չի։ Ասեմ ձեզ, եթե կարելի է իմ կարծիքը ասեմ, ես կարծում եմ, որ մանավանդ հիմա բոլոր այն, ասենք, տարբեր պոստեր գրավող մարդիկ, որոնք չեն տիրապետում իրանց ղեկավարված առարկային, մենք տենց բազմաթիվ մարդիկ գիտենք, ասենք, Ցավոք սրտի դրանք շատ ավելի շատ են, չունենալով տեխնիկական կրթություն, ղեկավարում են տեխնիկական ոլորտը։ Բայց առաջի պայմանն է, լավ է, շատ սպասելի, հա։ Քանի որ իրանք կարիերիստ են, իրանք վախում են որոշում ընդունել։ Որտեղ որոշում ընդունելու համար պատասխան դիտան, հանգարց մի բան են չի լինի։ Ինքը մտածում, ասում ավելի լավ է ես ոչ մի բան չանեմ, քան թե որոշում ընդունեմ։ Ու այդպես ինքը շարունակում է մնալ այդ բանի վրա, որտեղ դժվար է մարդ որոշում ընդունելու մի բանից, որ ինքը չի հասկանում։ Սա էլ օբյեկտիվ է։ Ես ինչու ձեզ տեխնիկական խորհրդի կարծիքը տվեցի, այդ տեխնիկական խորհուրդը ստեղծեց նախարար Չոբանյանը, որը ցավոք սրտի 3 ամիս եղավ թե ինչ եղավ, որտեղ նա մեզ բացատրեց, ասեց որոշում ընդունելու համար մենք իրան խորհուրդ ենք տալիս։ Մենք հավաքվում ենք, ասում ենք պարոն Չոբանյան, սենց է պետք անել, կամ սենց, մեր խորհուրդը դա հասարակական, ոչ հասարակական ինչ-որ խորհուրդ էր, էլի, ոչ մեկ դրա համար ոչ աշխատավարձ է ստանել, ասենք, փոխանակ ուրախանան, որ 17 հոգի հավաքվել են եւ ինժեներներ, եւ զինվորականներ, եւ գիտնական իրանց փորձով ասում են պետք է այս հարցը սենց լուծել, պետք է այդ բարձր։ Ամեն ինչ արեցին, որ այդ խորհուրդը վերանա։ Ինչու համար։ Նախ որ չերևա իրանց անգործությունը առաջերտին, երկրորդն էլ խուսափելով պատասխանատվությունից։ Այսօր ես ասում եմ, իմ մոտ կարծիքա ստեղծվել, որ պատասխանատվությունից խուսափելը դառել է ամենակարևոր խնդիրը։ Պետական Այո, ավելի նույնը վերաբերվում է ես ինչքան հիմա մի ժամանակ հիմա չեմ շփվում զինվորականների հետ, բայց իրանք իմիջիալոց 2 տարի առաջ էր տենց որ ասում են մի հատ հանդիպենք այս հարցը քննարկենք, ասում են հանդիպում այս կոռուպցիոն բան է, էլի, երևույթը, ասում են այո, ընկեր, հանդիպում են, չէ, մեր այդ աշխատեք սրանց միջոցով, բյուրոկրատիան այնպես է դառը, չեք պատկերացնում, ասենք ձևը հաղթել է բովանդակությանը։ Դաժե տեխնոլոգիաների մեջ իրանք կարծում են թե շինարարություն անելով, ուրեմն սարքավորումով առնելը դա կարևորը։ Դա չի կարևորը։ Ես օրինակ ասում եմ փոխանակ այդքան փող ծախսեք ակադեմ քաղաք բանարեք, այդ փող ավելա ծախսեք դրսից լավ մասնագետներ բերեք, լավ աշխատավարձ տվեք, թող մեր ուսանողներին, ասենք Նոբելյան մրցանակի դափնեկիրը լեկցիա կարդա։ Դրա վրա է փող պետք ծախսել։ Ես Շվեյցարիայում սովորել եմ, մի անգամ
ականատես եմ եղել, թե ոնց են ամբիոնի վարիչ նշանակում։ Ուրեմն ամբիոնի վարիչ նշանակելու կոնկուրս ամբողջ աշխարհում լավագույններին ուսումնասիրում են էլեկտրոտեխնիկայի ու հարցումներ են անում, նայում են, եթե նա այնտեղ ասենք այն ժամանակ ստանում էր $10,000 այդ թվերին այդ բանը, սրան ասում են 20-ով արի մեզ դաստուր։ Կոպիտ եմ ասում, էլի այդ բանը։ Ասենք մենք այդ ինտելեկտուալ բանը պիտի բարձրացնենք, թե չէ սաղ ընկել են շինարարություն, այս կորպուսը սարքենք, էսի տանենք սրան ընդենք, այդ Երբ որ բանը սովետական միության ժամանակ ահռելի ակադեմիական փոքր ավաններ է ստեղծված եղստե, հիմա սա քանդում են։ Ես մի ժամանակ ինքս փորձել եմ անալիզներ անել, թե ես ինչ սխալ եմ արել, էլի, իմ ղեկավարման, ես գտել եմ, որ երկու տեղ ես սխալվել եմ։ Հա, այդ ինքս ինձ համար իմ խղճի դեմ, որպեսզի հասկանամ ինչ բաց թողում է։ Մի անգամ այն բանը, որ ես գնացել էի իմիջիալոց, ես առաջի նախարարն եմ եղել, որ Չինաստանի ռազմաարդյունաբերության հետ գիտատեխնիկական համագործակցության պայմանագիր ենք ստորագրել եւ ինձ իրանց ղեկավարը այդ ամբողջ կոմպլեքսի ինձ մի հատ նախադասություն ասեց շատ հետաքրքիր, ասեց պարոն Սաֆարյան, ձեր հարստությունը այդ գործարանները չեն, ձեր հարստությունը այն մասնագետներն են, այն ինստիտուտներ են, որոնք գիտեն ինչա նշանակում ռազմական տեխնիկա, ինչա նշանակում ռազմական տեու, ինչա նշանակում տեխնիկական առաջադրանք, փորձ ունեն ռազմաբոդկի։ Ես դա մտորումների բան տվեց եւ իրոք մենք բազմաթիվ հետազոտական ինստիտուտներ ունեինք, էլի այդ ամբողջ բանով։ Ես աշխատում եմ իրանց պաշտպանելը, բայց երևի բավարար բանով չեմ պաշտպանել, որտեղ այդ ամբողջ պոտենցիալը փոշիացավ, էլի ինձանից հետո, հա։ Դե ինչ, եկեք փորձենք ամփոփել։ Ինչ է պետք մեզ, որտեղից է պետք սկսել դուք, որքան հասկացա, երկուսով մասնակցում եք որոշակի խմբի, որը որ զբաղվում է Հա, ինժեներական ակումբ է լուծումներով եւ ինչ որ հաջողություններ ունեք այդ ուղղությամբ, գուցե մի անգամ երբ որ ավելի շոշափելի լինի, դա փորձենք ներկայացնել մեր հանրությանը, որովհետեւ եթե չկա պետական մոտեցում, ստացվում է, որ մասնավոր կամ հասարակական այդպես կազմակերպման սեփական միջոցներով, հա մենք եւս ժամանակին մեր հերոստատողները կիշեին կազմակերպել են գյուտարարների ակումբ, փորձում ենք գյուտարական պոտենցիալը իմի բերել եւ դա աշխատեց ընդհուպ միջև պատերազմը։ Դրանից հետո ճիշտ ասած Խնդիրները չի փոխվել, մեր անվտանգային հարցերը, դա օրակարգային հարցեր է եւ ակնհայտ է, որ մենք կարանք մեր անվտանգությունը ապահովենք։ Ոչ հնարավոր է, ասենք, Ռուսաստան, ոչ Ամերիկա, ոչ Եվրոպա։ Մեծ խնդիր ունենք։ Հիմի ինֆորմացիայի գաղտնիության պահպանման խնդիր ունենք։ Հարցեր կան, որ այդ ինֆորմացիան դե դուրս չգա։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ ունենք։ Հա, իրոք այդպես է, ես տեղյակ եմ դրանից, որ ցավոք սրտի մեր ազգային անվտանգության այդ պաշտպանությունը շատ ուշադրություն է դարձնում շատ հարցերի վրա, բայց այդ ինֆորմացիայի պաշտպանության խնդրի վրա ուշադրությունը քիչ է եւ ես կարծում եմ դա գալիս է այն բանից, որ այնուամենայնիվ մեր ղեկավարները ցավոք սրտի առանձնապես բանի տեղ չեն դնում, ոչ մեր տեխնոլոգիական պոտենցիալը, ոչ մեր գիտական պոտենցիալը համարելով դրան անմրցունակ։ Չէ, բայց ամբողջ խնդիրը այն է, որ մեր կառավարման համակարգը հանձինս այդ պաշտոնյաների աշխարհի ամենաանմրցունակ բաներից է։ Հիմի այդ ամենաանմրցունակ ինֆորմացիայի մեղադրում է, ասենք, գիտնականներին, ինժեներներին, որ բազմաթիվ երկրներում նույն հայերը էական ներդրում ունեն տեսականորեն մի բան ասեմ, ենթադրենք մի հատ լուրջ հարց է քննարկվում
ռազմաարդյունաբերական, սա այնքան ինստանցիաներ է անցնում, Որտեղ ինֆորմացիա կգորի ուզում է ինչ աղացել լինի, չի կարա դա պաշտպանի։ Եվ բացի դրանից ես այդ հարցերում օրինակ մի հատ էլ բան ասեմ, ասենք կա մի հատ ընկերություն, որ ռազմական պատվեր է անում։ Սրան կարան ով ասես գաստուկի։ Ով ասես։ Որը չի կարելի։ Այդ իրավունքը մենակ ԱԱՑ-ն պիտի ունենա։ Եթե ԱԱՑ-ն գալիս է նայում է ունդեղ կրիմինալ կա նոր դիմում է մյուս օրգաններին, բայց ընդ ոչ մեկ իրավունք չունի մուտք գործելու։ Հասկանում եք, խնդիրը այսպես է դրված։ Խնդիրը դրված է այնպես, պարոն Սաֆարյան, որ կարծես թե մենք ոչինչ գաղտնի պահելու չունենք։ Ապրենք, ինչ էլ ունենք, բան անենք, ասենք դու մի հատ թեմա ես տալիս, ասում եմ պիտի ուղարկենք Ֆրանսիա, պիտի ուղարկենք, այ մրտ Ֆրանսիա չի կարելի էսի ուղարկել։ Օրինակի համար եմ ասում, էլի։ Շատ լավ, ամփոփենք փաստորեն մեր այսօրվա հաղորդումը։ Ես կարծում եմ, որ այս հարցերը, որոնք մեր բարձրացրեցինք, շատ ավելի կարևոր են Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի հաճախ շոշափվող թե ով ինչ ասեց, ով բարեկամն է, ով ինչ երկիր է բանանում եւ այդ ինտրիգները, այդ ֆոնը, որը ստեղծում է ինֆորմացիոն այս ամբողջի շուրջը, կարծես թե խլացնում է մեր իրական պահանջարկը, իրական խնդիրները։ Եթե ասելիք ունեք, հա, իմ ասելիք հետևյալն է, որ մեր անվտանգությունը իապես կապված է մեր տնտեսական հզորությունից, տնտեսությունը այդ ոնց ասում շահույթ բերող ամենաշատ բանը դա արդյունաբերությունն է, ակնհայտորեն, եւ ցանկացած գիտնական պետք է հասկանա առանց արդյունաբերությունից թե գիտություն չի կարող զարգանալ իմաստունի։ Գիտնականները հասկանում են, ամփոփեք։ Շղթան պետք է զարգացնել եւ ինձ ուղղակի զարմացնում է, ես նայում եմ այս ընտրապայքարին, չկա մի հատ կուսակցություն, որ շեշտադրի ամենակարևոր այդ հարցերի, որ եթե առանց արդյունաբերության, ես չեմ ասում ռազմական արդյունաբերությունը, որ դա պետք է լոկոմոտիվ լինի, եւ այդ ներուժը կա, եթե հաշվի առնենք նաեւ Սփյուռքի հնարավորությունները, որ մենք միշտ անվանում ենք հայք, որ պետք է այդ ամբողջ այդ կոնգլոմերատը աշխատի եւ նա շատ ոլորտներում էական կարա ներդրում ունենա եւ ստեղ եւ մեր անվտանգության հարցերը գլոբալ լուծի։ Միջև դու ներքին հարցերը չլուծես, ոչ մի Սփյուռքի մասին մի խոսա։ Սփյուռքը կգա, երբ որ ներքին հարցը լավ, ամփոփեք։ Եվ այսպեսով ամփոփենք, փաստորեն ես դուրս եմ կրկնում, հիմա Հայաստանում քննարկվում են բոլորովին անկարևոր երկրորդական հարցեր։ Առաջնային հարցերը դուրս են մնում քննարկումից եւ դա ըստ երևույթին քաղաքականություն է հատուկ, որպեսզի մեր ժողովուրդը շարունակի ուշադրություն չդարձնել ամենահիմնական եւ ամենակենսական հարցերի շուրջը։ Մենք կփորձենք այս հաղորդումներով ժամանակ առ ժամանակ ձեզ տեղյակ պահել, թե ինչ են մտածում մեր լավագույն գիտնականները եւ մեր լավագույն ինժեներները։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։